Ողջույն հարգելի հայրենակիցներ, ես ուզում եմ արձագանքել նախորդ ելույթներին։ Իմ նախորդ ելույթում ես հետևյալ պարզ հարցադրումն էի արել, որ 2021-26 թվականների կառավարությունը պլանավորում էր բարձրացնել նվազագույն աշխատավարձը եւ օրինակ էի բերել մանկապարտեզի դաստիարակչուհու, այսպես ասած, կարգավիճակը եւ զարմանք իշխանության ներկայացուցիչը եկավ այստեղ եւ գտավ այն օղակը, որի վրա կարելի էր բարթել սեփական մեղավորությունը։ Այսինքն, եթե ես օրինակ բերեի որևէ առողջապահական հաստատությունից, դուք գալու եք այստեղ եւ ասելու եք մեղավորա տնօրենը։ Ոչ, մեղավոր եք դուք, որովհետեւ ձեր ձևավորած կառավարությունը իր խոստումը չի կատարել եւ այստեղից չի հնչեցրել այն պատճառաբանությունը, թե ինչի է ձախողել։ Եվ եթե օրինակ եք բերում եւ ասում եք չեք ուզում միջամտել բիզնեսին, ես ուզում եմ հարցնել, իսկ երբ որ փոքր բիզնեսի հարկերը կրկնապատկում եք, արդյոք դա միջամտություն չէ։ Ինչու պիտի մեր երկրում օրինակ Վարսահարդարը, ով առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 9 ոտքի վրա աշխատում է, չարչարվում է, հարկերը կրկնակի բարձրանան, իսկ ձեր սրտի գործարարները, ովքեր քաղաքական նպատակահարմարությունից քաղաքական աջակցություն են ցուցաբերում, միլիարդավոր դրամներով հարկերից ազատվեն։ Իհարկե սա անընդունելի է։ Եվ նույն հազարավոր օրինակներ ունենք, օրինակ թոնրատան բիզնես ունեցողները, ովքեր բարիք են ստեղծում, չարչարվում են, նրանց հարկերը կարող եք բարձրացնել։ Իմիջայլոց, հղում անելով նաև համայնքներին, շատ լավ է, որ այդ օրինակը բերել եք։ Ես ուզում եմ հարցնել, իսկ սուբսիդավորում եք համայնքներին, որ օրինակ աշխատավարձները բարձրացնեն։ Իհարկե ոչ։ Դուք ընդհանրապես տեղյակ եք մեր համայնքները ինչ բյուջեներով են գոյատևում։ Մենք սահմանապահ համայնքներ ունենք խոշորացած, որոնց բյուջեն 1.5 միլիարդ է, 2 միլիարդ է, իրենք մեկ տարվա ընթացքում մի ամբողջ տարի։ Այս գումարով պարտավորվում են աշխատավարձ տրամադրել, ծառայություններ մատուցել, աղբահանություն իրականացնել, սահմանապահ բնակավայրերի խնդիրներ լուծել։ Հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ 40,000 բնակչություն ունեցող համայնքի բյուջեն 2-3 միլիարդ է, ազգային ժողովի բյուջեն 5-6 միլիարդ։ 3 ամսվա համար միայն պարգևավճարը 5 միլիարդ դրամ է, իսկ մեր համայնքները սահմանապահ գյուղերով 1.5 միլիարդ, 2 միլիարդ, 3 միլիարդով պետք է կարողանան համայնք պահել։ Անդրադառնամ սուբվենցիոն ծրագրերին, որովհետև շատ հաճախ սիրում եք այս թեմայի մասին խոսել, որ համայնքները սուբվենցիաներ են ստանում, բնականաբար պիտի ասեմ, որ սա 15-16 թվականների լավագույն մոդելներից մեկն էր համայնքների տնտեսական զարգացումը խթանելու համար։ Բայց ինչ է տեղի ունենում, հարգելի հայրենակիցներ։ Օրինակ նախկինում կառավարության մասնաբաժինը որոշ ոլորտներում ավելի բարձր էր, տարիների ընթացքում մենք տեսնում ենք, որ հիմա այդ մասնաբաժինը նվազում է ու համայնքի պարտավորությունը համաներդրման ավելի է մեծանում։ Մյուս կողմից ամենախայտառակ բանը, որ տեղի է ունենում, կառավարությունը արդեն համայնքներին սուբվենցիա տրամադրում է պարտքով, այսինքն համայնքները չարչարվում են, աշխատում են բնակիչների հետ, փաթեթները պատրաստում են, կենսական նշանակության հարցեր են բարձրացնում, իրենց շատ չնչին բյուջեներով ընդամենը 4, 5, 6, չգիտեմ, լավագույն դեպքում 10 ծրագիր են ներկայացնում, կառավարությունն ասում է շատ լավ է, կեսը այս տարի արեք, փող չունենք, կեսը մյուս տարի անենք։ Իհարկե, բա պարգևավճարը ով պիտի ստանա։ Համայնքների խոշորացման մասին եմ ուզում ասել, այս ծրագիրը շատ վաղ էր մեկնարկել եւ ես ինքս տարբեր փորձագիտական աշխատանքներ կատարելով բավականին դրական եմ գնահատել, որովհետև իրապես խոշորացումը շատ կարևոր է համայնքների համաչափ զարգացման տեսանկյունից։ Բայց այստեղ էլ դուք վերեցիք մի արատավոր մշակույթ։ Համայնքների խոշորացումը բազմաթիվ համայնքներում դարձրեցիք քաղաքական մահակ, անցանկալի համայնքների ղեկավարներից ազատվելու համար։ Տեղական ժողովրդավարությունը դնելով մի կողմ, առանց քննարկումների, առանց հանրային երկխոսության, առանց բնակիչների հետ աշխատանք տանելու,
խոշորացնում եք համայնքները, այնպես ինչպես ձեռնտու է, առանց տեղական առանձնահատկությունները որոշ դեպքերում հաշվի առնելով։ Ուզում եմ անդրադառնալ նաև ապակենտրոնացման քաղաքականությանը։ Արդեն տարիներ շարունակ սեղանի վրա դրված են համայնքների ապակենտրոնացման ուղղված բազում առաջարկներ, որոնք նաև փորձագիտական, այսպես ասած, երկար ուղի են անցել մեր երկրում գործող տարբեր կազմակերպությունների կողմից, բայց տարիներ շարունակ որևէ ծառայություն չի ապակենտրոնացվում, ընդհակառակը, հարգելի հայրենակիցներ, մենք գնում ենք բավականին կոշտ կենտրոնացման, նույն դպրոցների մասով, առողջապահական հիմնարկների մասով, այսինքն ամեն օր այս իշխանությունը խոսում է ժողովրդավարությունից, բայց կենտրոնացնում է ծառայությունները, որոնք հիմնականում նախընտրական շրջանում մենք նաև ականատես եղանք, թե ինչպես այդ բոլոր հաստատությունները որպես վարչական ռեսուրս կենտրոնացվում են եւ օգտագործվում են իշխանության կողմից իշխանությունը վերարտադրելու նպատակով։ Եվ նաև ֆինանսական տեսանկյունից մեր երկրում համայնքների դոտացիան ամբողջ բյուջեի ընդամենը 4%-ն է կազմում։ Այսինքն համայնքները օրինակ տեղական բիզնեսի զարգացման ուղղությամբ միջավայր են ստեղծում, հնարավորություններ են ստեղծում, հարկերը գալիս են կենտրոնական բյուջե, բայց հնարավորություններ չեն տրվում։ Եվրոպական մի շարք երկրներում համայնքների համար լուրջ հնարավորություններ է ստեղծվում, նաև հարևան Վրաստանում օրինակ փորձառություն կա որոշակի հարկատեսակներից համայնքներին մասհանում անելու համար։ Եվ ըստ էության այնպես է ստացվում, որ փաստորեն մենք շատ փոքր հնարավորություններ ենք տալիս համայնքներին, աղքատ բյուջեներով, ցանկացած հարցում ասում ենք թող համայնքը անի, համայնքի ավականին անի, կազմակերպեն, բայց որևէ գործիքակազմ լրացուցիչ մենք համայնքներին չենք տրամադրում։ Ընդհակառակը, ես ուզում եմ նաև մի վատագույն օրինակ էլ բերել, որ բացառիկ դեպքերից է, երբ որ լիազորություն է տրվում վարչապետին ուղիղ միջամտություն ունենալ համայնքի գործունեությանը եւ օրինակ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։ Սա եւս գործիք է ժողովրդավարության դեմ ուղղված, այսինքն դուք վերցրել եք ժողովրդավարության դրոշակը եւ գնում եք ուղիղ բռնապետություն։ Ինչ վերաբերում է իմ գործընկեր պարոն Ղազինյանին, թեև այս քանի օրերին շատ տարբեր հարցեր բարձրացվեցին, բայց կա մի փաստ, որ պարոն Ղազինյանը ղեկավարելով Հայաստանի ամենախոշոր ինստիտուտներից մեկը իր անցած պատկառելի ճանապարհով ցույց է տվել, որ ցանկացած խնդրի, ցանկացած մարտահրավերի կարող է ըստ էության արդյունավետ արձագանքել։ Նաև հարց բարձրացվեց, թե ինչու խմբակցությունում նաև տարբեր անձինք կան, ովքեր փորձառություն ունեն տեղական ինքնակառավարման մարմիններում, այո, փաստ է, որ մեր ամբողջ թիմում ոլորտային մասնագետներ են երկարամյա փորձառությամբ, բայց նաև դիտարկենք, որ այս հանձնաժողովը բազմագործառույթային է, այսպես ասած, եւ ով էլ լինի, որևէ մեկը օրինակ ես ինքս էներգետիկ մասնագետ չեմ։ Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս թիմային աշխատանքով աջակցելու ենք պարոն Ղազինյանին, որևէ մեր փորձը, խնդիրները, մարտահրավերները բերելու ենք, որպեսզի շատ արդյունավետ առաջարկներով եւ արդյունավետ լուծումներով աջակցենք, որպեսզի մեր համայնքները զարգանան։ Շնորհակալություն։